Անհապաղ հրադադար, ՆԱՏՕ-ի անդամակցությունից հրաժարում, Ռուսաստան-Ուկրաինա ուղիղ բանակցություններ, Միացյալ Նահանգների կողմից Ղրիմը որպես Ռուսաստանի մաս դե յուրե ճանաչում, ամերիկյան վերահսկողություն Զապորոժիեի ատոմակայանի նկատմամբ, օգտակար հանածոների համաձայնագրի ստորագրում և ռուս-ամերիկյան նոր կապերի հաստատում, Մոսկվայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների լիակատար կասեցմամբ։ Բրիտանական մամուլը ներկայացրել է Ուկրաինայի թեմայով Միացյալ Նահանգների խաղաղության ծրագրի առանցքային դրույթները։ Ուկրաինային բարդ ընտրություն է սպասվում։ Կիևն ամերիկյան առաջարկի պայմաններում խաղաղության համաձայնություն ձեռք բերելու հեռանկար չի տեսնում։ Ուկրաինան դե յուրե չի ճանաչում Ղրիմի օկուպացիան, խոսելու ոչինչ չկա։ Սա հակասում է մեր երկրի սահմանադրությանը։ Դա մեր տարածքն է, Ուկրաինայի ժողովրդի տարածքն է։ Ուկրաինական ճգնաժամը քննարկելու համար Լոնդոնում նախատեսված էր Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումը։ Սակայն Կիևում Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելու Վաշինգտոնի առաջարկի մերժումից և պետքարտուղար Ռուբիոյի Լոնդոն մեկնելուց հրաժարումից հետո բարձր մակարդակով հանդիպումը անորոշ ժամկետով հետաձգվել է։ Բրիտանիայի արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ լոնդոնյան հանդիպումն ավելի ցածր մակարդակով այնուամենայնիվ կանցկացվի, սակայն դռնփակ։ Ուկրաինական կողմը ծրագրել էր քննարկել 30-օրյա հրադադարի հարցը, ոչ թե Թրամփի խաղաղության ծրագիրը։ Վաշինգտոն-Կիև հարաբերությունները կրկին փակուղի են մտել, մինչդեռ Վաշինգտոն-Մոսկվա շփումները շարունակվում են։ Ես հենց նոր Օվալաձև սենյակում էի նախագահի ու Սթիվ Ուիթքոֆի հետ։ Նրանք ցանկանում են տեղեկացնել բոլորին, որ բանակցությունները շարունակվում են։ Հուսով ենք ճիշտ ուղղությամբ ենք ընթանում։ Հատուկ բանագնաց Ուիթքոֆն էլ այս շաբաթ կմեկնի Ռուսաստան նախագահ Պուտինի հետ հանդիպման։ Ռուս-ամերիկյան մերձեցման առանցքային ճարտարապետ Ուիթքոֆը բազմիցս բանակցել է ռուսական կողմի, այդ թվում 3 անգամ Կրեմլի ղեկավարի հետ։ Զելենսկին այնքան էլ գոհ չէ Ամերիկայի հատուկ բանագնացից։ Ուկրաինայի նախագահը պնդում է, Ուիթքոֆը տարածում է ռուսական նարատիվները։ Միաժամանակ Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ բաց է խաղաղության քննարկման համար։ Դրական ենք վերաբերվում խաղաղության ցանկացած նախաձեռնության, հուսով ենք, որ Կիևի ռեժիմի ներկայացուցիչները նույն կերպ կարձագանքեն։ Արևմուտքն ու Ռուսաստանը կարծես սպառնում կամ զգուշացնում են Կիևին խաղալ իրենց կանոններով։ Եկել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկները ընդունելու ժամանակը։ Հակառակ դեպքում Միացյալ Նահանգները կհրաժարվի մասնակցել դիվանագիտական գործընթացին։ Վաշինգտոնը կհրաժարվի Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների միջնորդությունից, եթե դրական պատասխան չստանա իր շատ արդար առաջարկին, ասել է Վենսը հույս հայտնելով, որ եվրոպացիները, ռուսներն ու ուկրաինացիներն այն կհասցնեն ավարտին։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։